Հայոց ցեղասպանությունը շուրջ մեկ դար է մեր քննարկման կարևորագույն տարերից է եւ մեր պատմական հիշողության մութ եւ սև էջերից, որը գրված է կարմիրով, այսինքն մեր հայերի վայրան գույնով։ Եվ շուրջ մեկ դար առաջ թուրքերը իրագործեցին հայերի ցեղասպանությունը, հայերը խոչընդոտ են իրենց ծրագրի մեծ թուրանական պետություն ստեղծելու ճանապարհին եւ պետք է որ ժամ առաջ ազատվեին հայերից։ Եվ Թալյատը ասում է չկա հայ, չկա հայկական հարց։ Եվ ապրիլի 24-ը հիշատակվում է որպես ապրիլի 24-ի զոհերի հիշատակի օր, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ապրիլի 24-ին հային զրկել են մտավոր ներուժից, այսինքն հայ մտավորականներին, քաղաքական գործիչներին, հեղինակություն ունեցող անձանց հոգևորականներին ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից նրանց աքսորել են դեպի Չանկրիի, Այաշի, Չորումլի աքսորավայրեր եւ այնտեղ էլ նրանց դաժանաբար ոչնչացրել կամ սպանդի են ենթարկել։ Փուլափուլ էր կատարվել, ինչպես հետագայում դասի ընթացքում կքննարկենք, առաջին փուլում սպանեցին կռվող ներուժին, երկրորդ փուլում սպանեցին մտավոր ուժին, երրորդ փուլում արդեն անօգնականներին, ծերերին, երեխաներին եւ կանանց։ Եվ հիմա աշխարհի մեծ մասը, աշխարհի երկրների մեծ մասը ճանաչել է հայոց ցեղասպանությունը, սակայն Քեմալական Թուրքիայի, Օսմանյան կայսրության Քեմալական Թուրքիայի ժառանգները, ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը չի ուզում ընդունել իր նախնիների կատարած ոչրագործությունը եւ պատասխանատու լինել նրա նախնիների կատարած արարքի համար։ Սակայն մենք հայերս պահանջատեր ենք եւ մինչև վերջ աշխարհին պետք է մեր պահանջը ներկայացնենք, որպեսզի այս քաղաքակիրթ աշխարհում Թուրքիան ընդունի իր նախնիների կատարած ոչրագործությունը եւ գոնե պատասխան տա նրանց արարքի համար։ Որոնք են հայոց ցեղասպանության պատճառները։ Ինչպես նշեցինք, Օսմանյան կայսրությունը ուզում էր ստեղծել մեծ թուրանական պետություն, որը պետք է հասներ Չինաստան մինչև, այսինքն իր մեջ պետք է ներառել Կովկասի, Միջին Ասիայի թուրքալեզու ժողովուրդներին եւ այդ մեծ թուրանական պետություն ստեղծելու ճանապարհին հայերը խոչընդոտ են, այսպես ասած, որը շատ հաճախ օգտագործվում է մեր պատմական փաստաթղթերում, փաստագրերում, հայերը ոսկոր էին թուրքերի կողմից մեծ թուրանապետ ստեղծելու ճանապարհին։ Եվ անհրաժեշտ էր վերացնել հայերին, որպեսզի ստեղծեն իրենց մեծ թուրանական պետությունը։ Հաջորդ պատճառը դա տնտեսական գործոնն է, հայերը Օսմանյան կայսրության տարածքում արդյունաբերողներ էին, տրամադրեր էին, ձեռներեցներ էին եւ կուտակել են խոշոր կապիտալ եւ այդ կապիտալին տիրանալու համար անհրաժեշտ էր վերացնել հայերին, որպեսզի տիրանային նրանց ֆինանսական ունեցվածքը։ Եվ հայերը նաեւ կար մի կարևոր պատճառ, հայերը առաջ էին քաշել հայկական հարցը միջազգային հարթակում եւ հայկական հարցը իրենից ներկայացնում է Արևմտյան Հայաստանի ազատագրում եւ անկախ պետականության ստեղծում, միացնելով արդեն Արևելյան Հայաստանին եւ դա առաջացրել էր Օսմանյան կայսրության իշխանությունների զայրույթը եւ հայկական հարցը պետք էր ընդմիշտ թաղել եւ ընդմիշտ հայկական հարցի ընդմիշտ թաղումն պետք է թաղումը պայմանավորված էր նրանով, որ պետք է վերացնել հային, չկար հայ, չկար հայկական։ Հաջորդը Սալոնիկի գաղտնի ժողովն է, երիտթուրքերը, որոնք իշխանության փոփոխ եկան 1900 թվականին, 1910-11 թվականին Սալոնիկում գումարում են գաղտնի ժողով, որտեղ քննարկում են մեծ պետություն ստեղծելու իրենց ծրագիրը, որտեղ պետք է մամեդականացնեն ազգային փոքրամասնություններին, թուրքացնեն ոչ թուրք ժողովրդին, բնակչությանը, ինչպես նաև նրանք առանձնահատուկ թշնամաբար են տրամադրված հայերի նկատմամբ, ինչպես պատճառները նշեցինք, արդեն պետք է հետևություն անեն, ինչի համար են թշնամաբար տրամադրված
Եվ նրանք ծրագրեցին Սալոնիկի քաղաքի ժողովում, որպեսզի պետք է իրագործվի հայերի ցեղասպանությունը։ Teşkilat Mahsusa կամ հատուկ կազմակերպություն։ Բեայդի Շակիրը, ով ոչռավորողներից մեկն էր, ստեղծել էր մի կազմակերպություն, հատուկ կազմակերպություն, Teşkilat Mahsusa, որը բաղկացած էր հանցագործներից, քրեական անձամբ ունեցող անձանցից, եւ որոնք պետք է իրագործեին հայերի կոտորածը եւ այնուհետեւ Բեայդի Շակիրից հետո այս կազմակերպության ղեկավարությունը ստանձնում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալիաթ Փաշան։ Որոնք էին հայոց ցեղասպանության փուլերը։ Ցեղասպանությունը իրագործվեց 3 հիմնական փուլերով։ Առաջին փուլը դա կրվող ուժի վերացումն էր, երկրորդը մտավորականների վերացումը, իսկ երրորդը արդեն անօգնական ժողովրդի կոտորումը։ Կրվող ուժին ինչպես վերացրեցին։ Շուրջ 300,000 հայ 18-40 տարեկան տղամարդիկ զորակոչվեցին ծառայության եւ աստիճանաբար ճակատային մասերից տեղափոխվեցին թիկունք, որտեղ կատարում էին ծանր աշխատանքներ, իսկ հետո արդեն խումբախումբ վերացնում էին։ Տարվում էին ամայի տեղը եւ նրանց սպանում էին շուրջ 250,000-ից 300,000 տղամարդիկ վերացվեցին։ Այս Օսմանյան կայսրությունն է 13-րդ դարի վերջին, այսպես ընդարձակ տարածքում է, որտեղ իր արևելյան հատվածում, որը կոչվում է Արևելյան Անատոլիա, այս հատվածում գտնվում է Արևմտյան Հայաստանը եւ Արևմտյան Հայաստանի տարածքը խոստացված էր քրդերին եւ դրա համար քրդերը անմասն չմնացին ոչռագործությունները իրագործելուց։ Հաջորդը արդեն Արևմտյան Հայաստանն է իր վիլայեթներով, խնդրեմ Արևմտյան Հայաստանը կարմիրով նշված այն զբաղացողն է, կարմիրով նշված Արևմտյան Հայաստանը, Թուրքիայի Օսմանյան կայսրության Արևելյան Անատոլիան, որի վրա մեծ ցանկություն երազանքներ քրդերը ստեղծելու իրենց պետությունը։ Հայերը ուր էին աքսորվել, անօգնական բնակչությունը ուր էր աքսորվել։ Տերզոր, սիրիական անապատներ եւ Արևմտյան Հայաստանից դեպի Տերզոր այդ ոտքի ճանապարհն ենք նշել, որը հիմնականում 18 օր 20 ժամ էր տևել ոտքի ճանապարհը, մեր հայ բնակչությունը սովասար անօգնական ոտափոփիկ քայլել են մինչև Տերզոր եւ նրանք այդ ճանապարհը անցել են 18 օր 23 ժամ, 19 օր։ Այդ արդեն մոտավոր այսպես 19 օրում եւ նրանց մի մասն է հասել Տերզոր եւ սիրիական լուսանապատներ, որտեղ նրանք ընկել են իրենց մականացում ոչ հանգիստ պայմաններում, էլի դաժանաբար սպանվել են։ Հիմա խոսենք մի քիչ մանրամասն հայ մտավորականների ձերբակալման եւ սպանության։ Հայ մտավորականների ցուցակը կազմվել էր հայի կողմից եւ տվել էին թուրք ոչռագործներին, Հայլատի նեմբերին, այսինքն այդ ոչռագործների բարեգրուպներն էին տվել եւ 1915 թվականի ապրիլի 24-ին շուրջ 2350 եւ ավելի մտավորականների, քաղաքական գործիչների, հոգեվորականների հեղինակություն ունեցող անձանց ձերբակալեցին եւ քշեցին, այսպես կոպիտ ասեմ, քշեցին դեպի Չամփլիի, Չորոմի եւ Այաշի տաքսորավայրեր, որտեղ էլ արդեն փուլ միանգամից չարեցին փուլ կատարեցին հայ մտավորականների սպանությունը։ Ինչպես տեսնում եք, սկզբից 56 հոգու, հետո 26 հոգու, հետո աքսորիալներից 5-ին այդ բանաստեղծներ Դանիել Վարուժանին, Ռուբեն Սևակին մերկացրեցին եւ սպանեցին Թունե գյուղի ձորակում։
Օգոստոսին պետական թավջանության մեղադրանքով ձերբակալվեց Գրիգոր Զորաբը եւ Արկեզը, որոնք սպանվեցին Ուֆայի մոտակայքում, ինչպես գիտենք, Գրիգոր Զորաբը պատգամավոր էր Օսմանյան կայսրության կառավարության, այսինքն իրենց մեջլիսում եւ Թալյատի մոտ ընկերն էր, Թալյատը միշտ հյուր էր գնում Գրիգոր Զորաբին եւ համբուրելով Գրիգոր Զորաբին, այսպես ընկերություն անելով, օգտվելով նրա տան սեղանից վերջում սպանեց իր ընկերոջը։ Այսինքն իրենց ծրագիրը կարևոր էր ընկերական հարաբերություններից, այսպես են ասում, միշտ պետք է թուրքից զգուշանալ, ճիշտ է, անհրաժեշտ է այսօրվա պայմաններում բարիդրացիական, այսպես բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ, բայց զգուշություն միշտ անհրաժեշտ է։ Եվ արդեն ամփոփումը կազմակերպել ենք խաղ։ Հինգ ինքնապաշտպանական մարտ է տեղի ունեցել 1915 թվականի հունիսի 3-ին։ Մենք ինքնապաշտպանական մարտերը առանձին ուսումնասիրել ենք, պետք է որ Շապին Կարահիսարի, ճիշտ է։ Ով է ղեկավարել Վան ինքնապաշտպանությունը։ Արաման։ Իշխան է հայ դարձել մեծ Եղեռնի զոհ։ Ում գլխավորությամբ կազմակերպված մարտում զոհվեց Էնվեր Փաշան։ Հակոբ Մելիքումովի։ Մելիքումովի գրենք տեսնենք։ Ճիշտ էր։ Որ միջազգային կառույցն է ընդունել ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու եւ պատժելու մասին կոնվենցիա։ Մենք անցած թվականին տեղի ունեցած Մուսալերան ինքնապաշտպանական մարտերը, որ ղեկավարի գլխավորությամբ է իրականացրել Արամ Մանուկյան, չկա ճիշտ պատասխան, Տիգրան Անդրեասյան, թե Հակոբ Կուտույան։ Տիգրան Անդրեասյան։ Որքան հայկական դպրոց ու վարժարան է վերածվել մեծ Եղեռնի 1500 1500